Օրերս Թեհրանում լույս է տեսել Նոել Բարբերի ոսկեղջյուրի տիրակալները գրքի հայերեն տարբերակը։ Թարգմանությունը կատարել է Թեհրանի Արարատ կազմակերպության վաստակաշատ անդամ Հարություն Եղնազարյանը։ Պարոն Եղնազարյանը մեր տաղավարում է, ես սիրով հյուրընկալել եմ նրան, բարի երեկո։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը եւ այսպես գիրքը Նոել Բարբերի ոսկեղջյուրի տիրակալները, թուրք սուլթանները, հարեմները եւ Օսմանյան կայսրության անկումը։ Ինչ աշխատություն է եւ ինչու որոշեցիք անդրադառնալ հենց այս աշխատությանը։ Այո, այս գիրքը 30 տարի առաջ ուրեմն թարգմանվել է պարսկերենով, ու ես կարդացել եմ այդ եւ ունեի որոշ տեղեկություններ գրքի մասին։ 2 տարի առաջ անցել եմ Հայաստան ու Ղարաբաղ եւ այդ գրքի մասին որոշ տեղեկություններ, որ փոխանցում էինք միմյանց հետ մեր ընկերների, մանավանդ որ գրիչ են շարժում, նկատեցի, որ տեղեկություններ չկան, տեղեկությունները շատ քիչ են, այդ պատճառով որոշեցի, որ կարողանամ երևի այդ գիրքը թարգմանելով հայերենի, այդ տեղեկությունները փոխանցեմ Հայաստանի մեր սիրելի ժողովրդին, այդ պատճառով, եւ այդպես սկսեցի իմ աշխատանքը։ Բավականին լայնածավալ աշխատանք է, սա ձեր առաջին թարգմանական աշխատանքն է։ Եվ ինչպես եք դուք գնահատում այս աշխատանքը, ինչքան ժամանակ է տևել այն։ Գիրքի թարգմանություն տևել է մոտ 2 տարի։ Իհարկե իմ մյուս գործերից կողքին աշխատանք եմ տարել, միայն սա չի եղել։ Եվ իհարկե սրբագրությունը եւ տպագրությունը եւ այլն մոտ մի տարի ընդհանուր 3 տարի է տևել այս գործը սկզբից մինչեւ հիմա։ Ու գնահատում եմ այս գիրքը որպես նախ ասեմ մի փոքր image ներկայացնեմ այս գրքից, որ սա լրիվ որպես մի փաստավավերագրական գիրք կարող են ներառվել որպես դասակարգային բաժանում։ Ինչու, որովհետև այս գիրքը Օսմանյան պետության ժամանակ բոլոր դեսպանների, պատվիրակների, միսիոներների, հայտնի լրագրողների, զեկույցների հավաքածու է, որ Նոել Բարբերը հավաքել եւ կազմել է, եւ որոնք բոլորը նշվում են եւ հաստատվում են գրքի վերջում գտնվող բոլոր դոկումենտների ցանկերում, որ կա 3 տարբեր դոկումենտներ կա, որ այնտեղ բոլոր ինքը նշում է մեկ-մեկ որտեղից է եւ բոլորը սրանք հաստատված են այդ դեսպանների միջոցով, օրինակ Մորգենթաուը Ամերիկայի եւ Ֆիցմորիսը Անգլիայի դեսպանատան մեծ աշխատակից էր, Էրնեստ Հեմինգվեյը որպես լրագրող, որ ինքը ականատես է եղել Իզմիրի հրդեհին։ Եվ այդպես կարող եմ ասել, որ սա կարող է իմ համոզումով համալսարաններում եւ գրադարաններում օգտագործել որպես մի գիրք, որպես reference book, տեղեկագիրք էր, այս միանշանակ կարելի է այդպես օգտագործել։ Այսինքն պատմական նշանակությունը նաեւ մեզ համար գրքի կարևոր է այն տեղեկատվությունը, որ այն պարունակում է։ Այո։ Հիմա գրքի բովանդակության մասին ասեմ, ուրեմն իմ տեսակետով նորից գիրքը կարելի է 3 տարբեր տեսանկյուններից նայել սրան։ Ուրեմն առաջին որ ուրեմն թուրք ժողովրդի բնազդն ու նկարագիրն է բացահայտում, օբյեկտիվ, դա այսինքն ոչ մի կարեկցանք ու այդպես բան սիմպտի չկա այս հարցի վերաբերյալ, ուղղակի ռեալ տեսակետով նայել եւ գրում։ Եթե թուրքերի դաժան ու իրանց շվայտասերությունն է բացադրում, մի կողմից էլ ասում են սրանք ազգասեր են եւ հայրենասեր, եւ այդպես ճիշտ մոտեցումներ ունի։ Առաջինը այդ նկարագիրն է, որ մենք ճիշտից պետք է թուրք ժողովրդին իրականը ճանաչենք, իր որպես գրելը։ Երկրորդ մասը ուրեմն քաղաքականությունների տարբեր ծալքերն է բացել Եվրոպայի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, որ ինչ էր անցնում, նորից ռեալ, այսինքն ինքը անգլիացի լինելով Անգլիայի այդ դավադիր մոտեցումները որպես քաղաքականություն երրորդ աշխարհին ու մանավանդ Ռուսաստանի դեմ շատ պարզ բացատրություններ է տալիս, որ ինչպես Անգլիան եւ եվրոպական երկրները ուզում էին Թուրքիան մնար անկախ երկիր, որպեսզի այդ ուրեմն արևելքի հարստության դարբասը չընկնի ոչ մի ուրիշ երկրների ձեռք, որ օգտագործեն իշահ իրանց, մանավանդ Ռուսաստանի ձեռքը չպետք է ընկներ, շատ լավ տեղեկություններ տալի ու այդպես քաղաքական մոտեցումները ինքնին մի դասերակցություն է, մի դաս է տալիս այն ժողովրդին, որ այսպես
բաների տարբեր պրոպագանդների տարափի տակ չենք կարողանում որոշենք ինչ պետք է անենք, սա շատ ճիշտ ձևով ուղղություն է տալիս, որ ինչ է նշանակում քաղաքականություն։ Երրորդ մասը, այսինքն երրորդ տեսակետով որ նայենք հարցին, սա մեր ցեղասպանության հարցն է, որովհետև այդ միջոցին 1500-ականներից 1900-ականները որ մինչև Աթաթուրքի մահը, այդ միջոցին ինչ որ կատարվել էր Թուրքիայի տարածքում, սա գրել է, չասեմ մեկ-մեկ, բայց շատ ընդհանուր կերպով գրել է, ուրեմն եթե Բուլղարիայում էլ եղել է կոտորածներ, նորից գրել է, Բաթակ քաղաքի կոտորածը եւ այլն, ու մեր կոտորածների մասին մանավանդ թե Աբդուլհամիդի երկրորդի ժամանակ եւ թե երիտուրքերի ժամանակ ու փաստացի բացադրում է, որ մեր ցեղասպանությունը կատարվել է նախապես ծրագրված որոշումներով։ Եվ այդպես սա ինքնին արժեք է ճարում մեզ համար, որ նորից փաստեր, որ ինչպես է եղել այս ցեղասպանությունները, ես չէի հանդիպել երբեք, որ գրում է, որ շեփորով մարտահրավերներին հրավիրում էին դուրս, մարդիկ կոտորում էին եւ շեփորով վերադարձնում իրենց վերամասերը։ Շատ հետաքրքիր է այդ գիրքը, իսկապես արժեք ունի որպես։ Այս կարճ ընթացքում, որ գիրքը գտնվում էր այստեղ, մեր թղթակիցները արդեն հասցրել են գրքին որոշակիորեն ծանոթանալ, ասում են, որ շատ հեշտ է կարդացվում, միանգամից պատմության մեջ կարծես այսպես ընկղմվում ես եւ իսկապես հայ ընթերցասեր հասարակության համար կարծում եմ, որ հրաշալի նոր աշխատություն է։ Դուք նշեցիք, որ այստեղի ձեր նաև գրչակից ընկերները հետաքրքրություն ներկայացրել էին գրքի նկատմամբ, որտեղից կարող են ձեռք բերել գիրքը, քանի որ Հայաստանում, որքան ինձ հայտնի է, դեռ գրքի շնորհանդեսը չի կայացել։ Չէ, դեռ չի կայացել, հույսով ենք, որ այսօրվա մեր համադրությունների հետևանքով կարծում եմ, որ հոկտեմբերին կամ նոյեմբերին երևի թե շնորհանդեսը կատարվի, բայց հենց այս րոպեին ունենք մեր կենտրոնը, որ գիրքերը այդտեղից բաժանվում են։ Սա ուրեմն լինում է Մոսկովյան, Աբովյան, Խաչմերուկի երկու խանութ ներքև, ուրեմն Աբովյան 25, այնտեղ բացիկների խանութը, բայց մեր կենտրոնը այնտեղից բաժանվում է։ Ու Նոյան տապանը նաև արդեն վաճառում է սա։ Ունենք որոշ տեղեր, որ նորից բաժանվել է գրքերը, արդեն կարելի է այնտեղից էլ վերցնել։ Այսինքն հետաքրքրվելու դեպքում արդեն կարելի է գիրքը գտնել։ Եվ ես անշուշտ անպայման կցանկանայի, որպեսզի նշեինք, այստեղ կա, որ գիրքը գրքի հրատարակության մեկենասներն են Անի եւ Արմինե Մանուկյանները, որոնք ի հիշատակ իրենց մեծ մայրիկի Եղեռնից վերապրող Շատախցի Ադրինե Մանուկյանի անմոռաց հիշատակին են այս գրքի հրատարակությունը կազմակերպել։ Թերևս նաեւ շնորհակալություն նրանց։ Իհարկե շնորհակալ ենք նրանցից եւ նրանց հայրիկից ընկեր Վագրիկ Մանուկյանից, որ ինքը իր ուրեմն առաջարկով այս գործը կատարվեց, եթե չէ պիտի երևի դեռ մի քանի տարի հետո սա կարողանայի ես իմ ուժերով, տնտեսական ուժերով, նյութական ուժերով անել, բայց ինքը առաջարկեց եւ շնորհակալ եմ շատ իրանից, որ այդպես աշխատանք տարեցին իմ համար։ Եվ պարոն Եղնազարյան, թարգմանական գործը արդեն սկսել եք, առաջիկայում նախատեսում եք նոր աշխատանքներ։ Իհարկե, արդեն իմ երկրորդ պրպտումս սկսել եմ, որ երևի թե հենց Նոյել Բարբերի գրքերից կարողանամ, որովհետև արդեն ծանոթացել եմ իր ոճին լավ, ու ման եմ գալիս եւ տեսնեմ, որ ինչ կարելի է անել նորից մեր ցեղասպանության մանավանդ վերաբերյալ այդպես աշխատանքներ, որ նաեւ ընդունելի լինի բոլոր աշխարհին, ոչ թե միայն մեր տեսակետով եւ այդ մեր կարեկցանքով ու հավանականքով չպետք է լինի, սա պիտի մի բան լինի անաչառ մի մարդու կողմից գրված լինի, որ աշխարհը ընդունի դրան։ Այդ դեպքում գիրքը անգլերենից է թարգմանվել, նախատեսում եք արդյոք հայերենից անգլերեն թարգմանել որոշակի աշխատություններ։ Կարելի է, ինչու՞ չէ, կարելի է, սա էլ կարելի է որ անել, պետք է փորձեմ մի անգամ նաև հակառակը։ Շատ շնորհակալություն, շնորհակալություն այս բարձրավանումների համար։ Ես շնորհակալ ձեզնից, որ այս միջոցառումը ընդերնեցիք ինձ ու շնորհակալ եմ այդ բոլորի համար, որ դուք այդպես արագ կարողացեք հավաքել, շնորհակալ։ Հաջողություն։ Ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում էի Նոյել Բարբերի Ոսկեղջյուրի տիրակալները գրքի թարգմանիչ Թեհրանի Արարատ կազմակերպության վաստակաշատ անդամ Հարություն Եղնազարյանի հետ։